ما تحولات منطقه رو به دقت داریم رصد میکنیم. Մենք հետևում ենք այն իրադարձությունների եւ զարգացումները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, هم از حیث امکان سوء استفاده رژیم صهیونیستی از روابطش با کشورهای منطقه علیه ایران եւ այն տեսանկյունից, որը հնարավոր է սիոնիստական ռեժիմը տարբեր երկրների հետ իր հարաբերություններում փորձել այդ առիթը օգտագործել و هم امکان سوء استفاده از دلمشغولی ایران در نبرد با متجاوزین. Եվ ինչպես նաև ագրեսորների հետ օգտագործել այդ հնարավորությունը, որը Իրանը զբաղված է ագրեսորների հետ այս պատերազմում։ در تماس و رایزنی با کشورهای منطقه هستیم. Մենք խորհրդակցում ենք եւ կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ و نگرانی‌های خودمون رو منتقل می‌کنیم. ներկայացնում ենք մեր մտահոգությունները خطوط قرمز ما مشخص است մեր կարմիր գծերը հստակ են و ثابت کردیم که از این خطوط عدول نمی‌کنیم. եւ ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի այդ կարմիր գծերից البته ما در دنیای احتمالات زندگی می‌کنیم Իհարկե մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում و برخی از احتمال‌ها می‌تونن نگران کننده باشن. եւ որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել اما در این حال با واقعیت‌ها و فکت‌ها سر و کار داریم. Սակայն մենք իրողությունների եւ փաստերի հետ ենք առնչվում هوشیاری خودمون رو حفظ می‌کنیم. Մենք պահպանում ենք մեր զգոնությունը فکر می‌کنم دولت ارمنستان هم تحولات را با دقت زیر نظر دارن و رصد میکنن. Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը եւս հետևում է զարգացումներին ما در تماس نزدیک و دائمی با دولت ارمنستان هستیم و دائما با هم دیگه مشورت میکنیم. Մենք շատ սերտ եւ մոտ ուրեմն կապեր ունենք կառավարության հետ եւ անընդհատ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում. رفتار امروز کشورها در آینده روابط ما با اونها مؤثره. Երկրների վարկագիծը, այսօր ցուցաբերված վարկագիծը հետագայում նաեւ կազդի մեր եւ նրանց հարաբերությունների վրա. دوست و دشمن رو در سختی ها میشود شناخت. Բարեկամին եւ թշնամուն ճանաչում են բարդ ծանր վիճակներում.